Ողջույն գյուղասերներ ջան, այսօր ուզում եմ ձեզ ներկայացնել մի քանի պարզ կանոն մեկ օրեկան ճտերի խնամքի մասին։ Եվ տեսնում եք, արդեն ինկուբատորի մեջ դրված ձվերից արդեն ճտեր են դուրս եկել, ընթացքը շարունակվում է, մեկ առանձին տեսանյութ էլ դրա մասին եմ ներկայացնելու, բայց այսօր ուզում եմ ներկայացնել մի քանի պարզ կանոն, որով դուք կարող եք ապահովել մեկ օրեկան ճտերի նորմալ խնամքը և նրանց նորմալ աճը։ Ձվերից դուրս գալուց հետո և ինկուբատորում չորանալուց հետո, 1-2 ժամ չորանալուց հետո, ճտերին պետք է հանել ինկուբատորից և տեղափոխել որևէ տաք տեղ։ Եվ դա իմ դեպքում ձեզ ինչպես ներկայացրի, հին ինկուբատոր է, որտեղ ջերմաստիճանը կարգավորվում է կարգավորիչով, այսինքն հստակ ջերմաստիճան եմ դնում և այդ ջերմաստիճանի տակ էլ ոչ բարձրանում է, ոչ իջնում է և այդ ջերմաստիճանի մեջ էլ թռչունները, նոր դուրս եկած ճտերը իրենց լավ են զգում։ Նախ խոսեմ ջերմաստիճանի մասին, կյանքի առաջին ժամերից շատ կարևոր է ջերմաստիճանը նորմալ ապահովել, որպեսզի թռչունները, փոքր թռչունները ոչ շոքեն և ոչ էլ մրսեն։ Մրսելու և շոքելու դեպքում իրենց վստահ եղեք շատ մեծ վտանգ է ստանում։ Շոքելու դեպքում իրենք բերանները բացում են, իսկ մրսելու դեպքում արդեն հավաքվում են իրար վրա և կարող են խեղդել իրար։ Բացի դրանից, քանի որ առաջին ժամերին նրանք դեռևս կայուն փետրածածկ չունեն, այսինքն լավ աճած փետուրներ չունեն, կարող է դրանից մրսեն, հիվանդանան ու սատկեն։ Դրա համար ջերմաստիճանը առաջին ժամերին և առաջին 2 օրը պետք է լինի 34-35 աստիճան։ Դրանից հետո արդեն աստիճանաբար իջեցնում ենք և արդեն 5-րդ շաբաթականում կարող է լինել մինչև 20 աստիճան տաքություն։ Ես հիմա այստեղ կտեղադրեմ ջերմաստիճանային սանդղակը, որով դուք կարող եք պահել ձեր ճտերին, բայց եթե օրինակ ձեռքի տակ ջերմաչափ չունեք, ապա կարող եք հետևել ճտերի վարքին։ Եթե նկատում եք, որ նրանք բերանները բացել, կարծես թե հևում են, դա նշանակում է, որ ճտերը շոքում են։ Բայց եթե նկատում եք, որ իրար վրա են հավաքվել և մոտիկանում են ջերմության աղբյուրին, իմ դեպքում արդեն սովորական լամպն է, ապա դա ցույց է տալիս, որ իրենք մրսում են։ Հաջորդ կարևոր պայմանը, ժողովուրդ ջան, իրենից ներկայացնում է նորմալ վիտամիններով և հանքանյութերով հարուստ սնունդը։ Գիտեմ, որ շատերդ կերակրում եք ավանդական տարբերակով ու դա եփած մանրացրած ձուն է։ Ժողովուրդ ջան, ես ուրիշների խորհուրդն եմ լսել ու փորձել եմ, հիմա արդեն իմ փորձով էլ կարող եմ կիսվել, ասեմ ձեզ, որ ձուն ինքը հին ավանդական տարբերակ է, որով իհարկե կարող եք կերակրել և դրանից որևէ վտանգ չկա, բայց հիմա արդեն պահելու պայմաններն ու մոտեցումները փոխվում են ու արդեն կան կերեր, որով դուք կարող եք կերակրել մեկ օրեկան ճտերին։ Դուք բոլորդ լավ գիտեք կոմբիկերերի մասին, այդ կոմբիկերերը հագեցված են ճտերի աճի համար նախատեսված բոլոր հանքանյութերով, վիտամիններով ու կյանքի առաջին ժամերից սկսած կարելի է կերակրել կոմբիկերով։ Լսել եմ տարբերակներ, որ ասում են, որ մի քանի օր կարելի է ձու տալ, ժողովուրդ ջան, հիմա նույնիսկ այդ ձուն կարող եք չտալ։ Ինչու՞, ինձ խորհուրդ տվողը տարիներ առաջ ասաց, որ ձվից վտանգ չկա իհարկե, բայց ես մի քանի անգամ փորձովս համոզվել եմ, որ ձվից ճտերը կարող են լուծ կպնել երկար ժամանակ կերակրելուց հետո։ Բացի դրանից, երբ սկզբի օրերին մենք իրենց կերակրում ենք ձվով, ապա երբ արդեն գալիս է իրենց կոմբիկերով կերակրելու պահը, փոքր ճտեր են իրենք ու այդ հասակում մենք իրենց ստրեսի ենք ենթարկում կերը փոխելով։ Դա նույնպես կարող է ազդել նրանց աճի, նրանց զարգացման վրա, հիվանդանան և այլն և այլն։ Դրա համար հենց ձվից դուրս է գալիս,
ինկուբատորում չորանոմա, տեղափոխում ենք տաք կացարան, այդ տեսեք ես կափարիչը բացեցի բրուտերի ու իրանք արդեն մրսում են, տեսեք ոնց են հավաքվել։ Ինչ եմ ուզում ասեմ, խոսքը շարունակեմ, երբ արդեն տեղափոխում եք կացարան, իրենց դուք միանգամից կարող եք տալ համապատասխան կոմբիկերի համապատասխան համարը, կա համարներ, փոքր տարիքի մինչև 10 օրական ճտերի համար, կա համար 10-ից ավել և կա համար արդեն ածան հավերի համար։ Դուք այդ կոմբիկերը համապատասխան համարը առնում եք ու լցնում եք դեմը։ Ոչ մի ուրիշ կեր պետք չէ, ժողովուրդ ջան։ Եթե ուզում եք առողջ ճտեր ունենալ և եթե չեք ուզում նյարդայնանալ նրանց հիվանդանալուց, նրանց լուծ կպնելուց, նրանց կուչ գալուց, կոմբիկերը լցնում եք պարզ, հեշտ, հասարակ տարբերակ։ Ուրիշ որևէ խնդիր չի առաջանում։ Շատ կարևոր է կոմբիկերի տեսակը արտադրող ընկերությունը ճիշտ ընտրելը։ Ես անուններ չեմ տալու, որպեսզի գովազ չհնչի, բայց շատերը տեղյակ եք ժողովուրդ ջան այդ ընկերությունների մասին, որն է լավ, որն է վատ, որի մեջ շատ հագեցած սննդանյութեր կան, որն է պակաս հագեցած սննդանյութերով։ Դրա համար այդ կերը առեք և տվեք։ Հաջորդ կարևոր պայմանը, երրորդ պայմանը ջերմաստիճանից և կերից հետո ժողովուրդ ջան, դա մաքուր ջուրն է։ Առաջին օրերին ես այսենց ափսեի վրա շրջում եմ բանկա, լցնում եմ եռացրած, սառեցրած, արդեն ջերմաստիճան, սենյակային ջերմաստիճանի ջուր։ Հետո արդեն մի 10-15 օրականից կարող եք սովորական ծորակից ջուր տալ, բայց ոչ անմիջապես ծորակից, այլ տալիս ենք ծորակից վերցրած ջուրը արդեն մի քանի ժամ սենյակային ջերմաստիճանում պահելով։ Չի կարելի միանգամից ծորակից ջուրը լցնել ու դնել ճտերի առաջ։ Մի կորեկան ճտերի կերակրման ջրի պայմանները պահելով դուք կարող եք առաջին օրերին խուսափել կորուստներից։ Եթե այս պայմանները չպահեք, ժողովուրդ ջան, ջերմաստիճանը ցածր լինի, լուսավորությունը պակաս լինի, ջուրը մաքուր չլինի, ապա հիվանդությունները ի հայտ են գալու և ես վստահ եմ, երբ դուք անհապեր սպասում եք, որ ինկուբատրից ճտի ջուր պետքա դուրս գա ու դուրս է գալիս ու դուք երրորդ, չորրորդ օրը արդեն նկատում եք կորուստներ, դա ձեր նյարդային համակարգն ավելի շատ է խանգարում, քանի որ ցավում եք կորուստի համար։ Ես դա լավ գիտեմ։ Կոմբիկերն առատ լցնում եք դեմը, օրվա մեջ մի քանի անգամ ուշադիր նայում եք, որպեսզի սկզբի օրերին իրենք շատ թույլ են լինում և օրինակ ես շատ ուշադրություն եմ դարձնում, որ ջրամանը լինի պատին ոչ շատ մոտ, այլ որոշակի հեռավորության վրա, որ արանքով հեշտությամբ ճտերը կարողանան աջ ու ձախ անել, որովհետև ինչի համար եմ սա ասում, դա իմ փորձով եմ ասում ու ես էլ դրա հետևանքով կորուստ եմ ունեցել մի ժամանակ, մի քանի տարի առաջ։ Երբ ջուտը մոտիկանում է, որ ջուր խմի, ինքը շատ թույլ է, հազիվ է քայլում, մի կերպ հասնում է ջրին ու ինքը չի կարողանում այդ արանքով անցնել ու խեղդվում է ջրում, ժողովուրդ ջան։ Ջուրն էլ ափսեի մեջ պետքա շատ փոքր մակարդակ, այդ տեսնում եք իմ մատը հազիվ է թրջվում, ճիշտ է, սա մի քիչ աշխատատար է, քանի որ օրվա մեջ մի քանի անգամ պետքա մոտիկանաք ու բացեք, որպեսզի ջուրը չպակասի ու իրենք ծարավ չմնան։ Ինչու, որովհետև երբ մենք ապահովում ենք համապատասխան ջերմաստիճանը 34, 35, 36 աստիճանը, ապա այս դեպքում իրանց մոտ այդ տաքությունը կարող է ծարավի անհակ զգացողություն առաջացնել և այդ պատճառով պետքա ջուրը իրենց հասանելի լինի կյանքի առաջին ժամերից, այսինքն երբ տեղափոխում ենք բրուտերի մեջ, պետքա հասանելի լինի իրենց։ Այլապես ծարավը ևս կարող է հանգեցնել նրանց սատկելուն։ Դրա համար ջրամանը դնում ենք և
սա ես իմ տատիկի մոտ եմ տեսել, ժողովուրդ ջան։ Հիշում եմ ինքը ափսեի մեջ նաև մանր լվացած քարեր էր լցնում, մանր, այնպես որ ափսեի մեջ տեղավորվի, ու արանքներից ճտերը խմում էին այդ ջուրը, այսինքն քարը լցնում էր, որպեսզի ճտերը չմտնեն ջրի մեջ, միայն կարողանան իրենց կտուցը հասցնել ջրին ու խմել, եւ չընկնեն ջրի մեջ ու չսառեն, չսատկեն։ Սա նաև փորձ է մեծերից ստացած, որ ես տեսել եմ, ես էլ փորձում եմ, մեզ անգամ, քանի որ ափսեն շատ մակերեսային է, ես այդպես չտրեցի։ Ափսեի գույնը, ժողովուրդ ջան, իմ փորձից եմ ես հասկացել, որ ձվից դուրս եկած ճտերը սիրում են կցահարել դեղին, կանաչ գույները եւ այսպես դեղին ափսե եմ ընտրել, սա իմ փորձից ես հասկացել եմ, որ քանի որ իրենք թխսի հետ չեն, իսկ թուխսը չկա եւ չի կարող իրենց սովորացնել, որ կարելի է ջրամանից ջուր խմել, ապա ես դրել եմ դեղին ափսե, իրենք բնազդով կցահարում են ափսեն ու տեսնում են, որ այնտեղ ջուր կա։ Սա իմ փորձից եմ ես հասկացել, չգիտեմ ճիշտ է թե չէ, միգուցե ես ինչ որտեղ սխալվում եմ, բայց սա էլ մի տարբերակ է իրենց ջրամանին սովորեցնելու համար։ Դեղին ափսե եմ դրել, որպեսզի իրենք փորձեն կցահարել ու սովորեն ջրամանին։ Արդեն 1 օր անցել ու իրենք կարծես թե սովորել են ջրամանին ու առատ խելոք մոտիկանում, խմում են ու գնում են արդեն կերը ուտելու։ Շատ կարևոր է նաև լուսային շրջանը, այսինքն ինչքան ժամանակ լույսը վար թողենք, ժողովուրդ ջան։ Տեսեք, եթե ճտերի հետ թուխս կա, ապա կարող եք ընդամենը չէ, օրվա մեջ 24 ժամից 14 ժամ միացնել, 10 ժամը անջատել, որպեսզի ճտերը քնեն, հանգստանան։ Բայց եթե իրենց մոտ թուխս չկա, բնականաբար լույսը, այդ լամպոչկան հանդիսանում է նաև ջերմության աղբյուր եւ ես ամբողջ օրը 24 ժամ միացրած եմ թողում ու իրենք գիշերը ամբողջ օրը ուտում են, խմում են, պարկում են, երբ իրենց պետք է հանգստանում են, օրինակ այ տեսեք անկյունում կերած խմածներն են արդեն քնել են, սովածներն էլ այստեղ ուտում են, այսպես երթով իրենք կարծես թե հերթափոխ են սահմանել եւ ուտում, քնում, հանգստանում են։ Սա ինչ որ բան չմոռացա նշել, ինչ եմ ես անում, սա ներկայացրել եմ եւ տարբեր մարդկանցից լսած խորհուրդներով եւ շատ բան ես հասկացել եմ մի քանի տարվա ընթացքում պահելով, բայց ժողովուրդ ջան, շատ կարևոր է, որ դուք կարողանաք ձեր փորձի վրա ինչ որ բան հասկանալ, ճիշտ է, կողքից խորհուրդներն էլ շատ կարևոր են, երբ ինչ որ բան չենք հասկանում, պետքա հարցնենք, բայց այդ խորհուրդներն էլ պետքա մենք ինքներս փորձենք, որպեսզի հասկանանք որն էր ճիշտ, որն էր մեզ համար, որն էր հարմարեցված մեր պայմաններին այդ խորհուրդներից եւ կիրառենք։ Մնացածը արդեն պահելու ընթացքում մենք ինքներս եւս սովորում ենք, նոր բաներ ենք բացահայտում, նոր հնարներ ենք մտածում ու կիրառում ենք։ Այսքանը ժողովուրդ ջան, եթե ձեզ դուր եկավ այս ֆորմատի տեսանյութը, կարող եք հավանել տեսանյութը, եթե միացած չեք ալիքին, անպայման միացրեք, այ ալիքի նշանի մոտ զանգակի կոճակ կա, կարող եք այդ զանգակն էլ միացնել, որպեսզի ցանկացած տեսանյութ երբ տեղադրում եմ, ճիշտ ժամանակին ձեզ ծանուցում գա, որ նոր տեսանյութ կա ու նաև անպայման տեսանյութի դիտումները շատացնելու համար կարող եք մեկնաբանություն թողնել, սա մի փոքր ժամանակ կխլի ձեզ, իմ ալիքի զարգացմանը նպաստելու համար, նաև մի փոքր ինձ ոգևորելու համար, որպեսզի ես ավելի շատ տեսանյութեր նկարեմ եւ ձեզ ցույց տամ գյուղի կյանքը, իմ առօրյան, իմ թռչունները, իմ կենդանիները, այն ամենը, ինչ հետաքրքիր է ձեզ։ Լավ եղեք։